Իմ Մինասյան ազգանունը գալիս է Կոբ գյուղից, որը Բիթլիսի նահանգի Մշո գավառի Բուլանախ գավառակի կենտրոնն էր։ Եվ իմ հորս պապը, Մինասյան Գրիգորը, որը Ղաչաղ էր, այն ժամանակ ֆիդայի բառ դեռ չգիտեին, թե չէին գործածում, իմ պապին տատին երբ որ պատում էին, ասում էին Ղաչաղ էր Գրիգոր պապը, եւ նա բավականին երիտասարդ էր եւ մասնակցում էր ինքնապաշտպանական գործողություններին մասնակցեց, հետո եկան հասան արդեն Արևելյան Հայաստան, դրանից հետո Թիֆլիս քաղաքում հաստատվեց եւ Թիֆլիս քաղաքն բերել էր մեր ընտանիքի բավականին ուրեմն ունեցվածք, որոնք նա վաճառեց այդ գումարով գնեց ձիեր, գնեց զենք եւ հավաքագրեց Թիֆլիսում հայ երիտասարդների, որոնք հարազատներին, ծնողներին կորցրել են եւ վրեժ լուծելու խնդիր ունեն եւ պայքարելու ցանկություն ունեն, նրանց զինում էր ձիերով եւ զենքերով եւ բերում հասցնում միացնում էր Անդրանիկի զորքին եւ երկու անգամ այդ գործողությունը նա արել է Գրիգորը Մինասյան եւ այդ մեր գիծն է, որ շատ բաներ չիմանալով, այս քիչ ինֆորմացիա տիրապետելով շատ հպարտ եմ եւ շատ ափսոսում եմ, իրոք ափսոսում եմ, որ ուրիշ ձև կարող էր ընթանալ եւ ուրիշ ձև կարող էր զարգանալ մեր ընտանիքի պատմությունը։ Իմ ձեռքում գտնվում է սկուտեղը, որը այդ թանկարժեք իրերի ունեցվածքի, եթե դա կարող է կոչվել ունեցվածք, ինչ հնարավոր է բերեց Գրիգոր պապը, դրա հետ միասին նաեւ բերել էր ամենօրյա կենցաղի իրեր, որից այս սկուտեղը մեզ է հասել, իմ հայրը Թիֆլիսից բերեց, մեր տունն է եւ կան իմ հորեղբայրների, մյուս բարեկամների մոտելի մասունքներ, դրանք մասունք եմ համարում բնականաբար, որովհետեւ այս մեր տանը միակ իրն է, որը Կոբ գյուղից է, իմ պապական գյուղից է եկել հասել Հայաստան եւ մեր շատ կարեւոր միջոցառումներին, շատ կարևոր հյուրերին ընդունելուց, շատ կարևոր մեր ընտանեկան օրերին այս սկուտեղով է ուրեմն մատուցվում միրգը։ Մեր համար դա շատ կարևոր է եւ ինչ ասեմ, ես սրբություն եմ իմ համար։